Պարոն Ուզբեկյան, իհարկե ուրախ ենք, որ նման նախաձեռնություն կա կարգավորելու կրիպտոակտիվների եւ կրիպտոարժույթի հետ կապված բոլոր այս կարգավորումները, բայց կուզեմ նաեւ մի մտահոգությամբ ձեզ հարց բարձրացնել, արդյոք կրիպտո ակտիվների այս կարգավորման համատեքստում ապահովագրված են քաղաքացիները եւս զեղծահարությունների մասով, որովհետեւ մենք շրջանակը փորձում ենք հասկանալ ով է դրա պատասխանատուն, էլի հնարավոր բոլոր տարբերակներում պտտվում, բայց քաղաքացին չի գտնում ով պետք է իր վնասը փոխհատուցի կամ արդյոք ինքը տուժել է թե չի տուժել։ Հիմա կրիպտոակտիվների պարագայում եւ առհասարակ բոլոր նմանատիպ դեպքերում զեղծահարությունների մասով համակարգը այնքան ամուր է, այնքան անվտանգ է, որ մարդիկ վստահեն եւ այս ոլորտում չունենան նման խնդիրներ։ Նաեւ այս ոլորտում էլի։ Շնորհակալություն, հարցը իրականում կրիպտոակտիվներին սպეციფიկ չէ, ճիշտ եք ասում, եւ դա ընդհանրապես ֆինանսական ծառայությունների դեպքում կարևոր հարց է, որ նայեք, զեղծահարությունների պարագայում մենք ունենք երկու կողմ, դա սպառողն է եւ դա ֆինանսական ծառայություն մատուցողն է եւ ամեն մեկն ունի իր իրավասությունների եւ պարտավորությունների ցանկը, հա։ Ես ավելի մանրամասն կանդառնամ ընդհանրաբար նաեւ այս վերջին դեպքերին, քանի որ ընդհանրում է դրանից է նաեւ ձեր հարցը բխում։ Հիմա ինչպես նաեւ ինչպես այլ այսինքն բանկերի վճարաշրջանային ծառայությունների ապահովագրականների դեպքում այս օրենսդրական նախաձեռնությունը թույլ է տալու, որպեսզի կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող կազմակերպությունների համար մենք սահմանենք հենց ձեր ասած պահանջները, որոնք վերաբերում են թե իրենց ներքին ռիսկերի կառավարման մեխանիզմներին, թե կիբեր անվտանգության ավելի կոնկրետ մեխանիզմներին եւ այլն, հա, որովհետեւ առանց սրա, առանց այս կարգավորման կենտրոնական բանկը պարզապես չունենա որևէ իրավասություն, որպեսզի այդ մինիմալ պահանջները սահմանվեն։ Կրիպտոյի դեպքում դա շատ ավելի կարևոր է, քան օրինակ մնացած դեպքերում, որովհետեւ ստեղ ճյուղը շատ ավելի բարդ է, ստեղ սպառողները շատ ավելի քիչ են հասկանում եւ շատ դեպքեր կան եւ աշխարհում, որ հենց զեղծարությունների կտորում, քանի որ շատ դեպքերում ոչ բոլոր, բայց սպառողները փաստացի շատ մեծ եկամուտներ եւ արագ եկամուտներ ստանալու ակնկալիքով ուզում են գնալ եւ արագ ինչ-որ մի բանի մեջ մտնելու, այսպես ասած, շատ ուշադրություն չդարձնելով այդ անվտանգային խնդիրներին, ընդհանուր կրիպտոյի դեպքում դա այդ խնդիրները շատ ավելի կարևոր են եւ այստեղ շատ մեծ իրազեկման աշխատանք կա, որը որ պետք է անենք։ Բայց մենք մեր կարգավորումներով տարածելու ենք այդ անվտանգության կանոնները նաեւ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցողների վրա։ Ուզում եմ հիշեցնել, որ սա նաեւ շատ բուռն քննարկումների առարկա է եղել մասնավոր հատվածի հետ, քանի որ իրենք էլ ասում են, որ կարգավորումների շատերը շատ խրթին են եւ այդ հավասարակշռության հարցն է, որտեղ մենք այն ժամանակ դա էլ ասում ենք, որ այո, բնականաբար այսօրվա վիճակի հետ համեմատ, որ ոչ մի կարգավորում չկա, լինելու է դժվարացում, բայց հենց ձեր ասածը ցույց է տալի, որտեղ իմաստ ունի որոշակի բաներ դժվարացնել, որովհետեւ վերջի մենք գործ ունենք մարդկանց միջոցների հետ։ Հիմա կենտրոնական բանկի ամենակարևոր խնդիրը այն է լինելու, որ մենք հատկապես սկզբնական փուլում կարողանանք այդ process-ը ճիշտ կառավարենք, հա, այսինքն բալանսավորենք, որովհետեւ եթե շատ զգուշ լինենք, միանգամից պահանջները շատ խիստ դնենք, այդտեղ կարող է խնդիր ունենանք, որ փաստացի մասնավոր հատվածը չկարողանա արագ ճշգրտվել, բայց մյուս կողմից էլ չեն կարող թողել, հատկապես այս ոլորտում, հատկապես սկզբում, որ մեր բոլորի նպատակը այն է, որ այստեղ նորմալ ճիշտ ձևով հիմքերի վրա դրված ճյուղ գոյանա, հա, ոնց որ ամենասկզբում ինչ որ խնդիրների հետ ասոցացվի, դա լինելու է մեր տեսանկյունից մեր համար ամենամեծ խնդիրներից մեկը այդ հավասարակշռությունը պահելը, մենք բնականաբար երկու կողմներ փորձելու ենք հասկանալ։ Հիմա եւ այս մասով դա կրիպտոյի առանձնահատկությունն է, հա, իր նոր լինելը, այդ ավելի բարդ լինելը, բայց դուք շատ ճիշտ եք նշում, որ այդ զեղծարությունները իրանք արդիական են բոլոր դեպքերում եւ մենք այս վերջերս ունեցել ենք բանկերի դեպքում այդպիսի խնդիրներ, որին ես եկեք անդրադառնամ, որտեղ սա կարևոր խոսակցություն է։ Նախ կոնկրետ բանկերի զեղծարությունների պարագայում ամենաառաջի քայլը, որը որ կենտրոնական բանկը արել է, փաստացի կարճաժամկետ հատվածում բոլոր մարդկանց, ովքեր դարձել են զեղծարության զոհ, իրենց հարցը լուծվել է, այսինքն կարճաժամկետ հատվածում երկու բանկ
3 տարով, մի բանկ 5 տարով սառեցրել են բոլոր հնարավոր տոկոսագրումների հավաքագրում եւ այլն, այսինքն ոչ մեկին չի անհանգստացնում, մինչեւ իրավապահները փաստացի կպարզեն, թե ինչ է եղել։ Ինչի է սա կարևոր, որովհետեւ այդ դեպքերը շատ տարբեր կարող են լինել, հա, եւ այստեղ մենք շատ ուշադիր պետք է լինենք, որովհետեւ եթե ինչ-որ նախադեպային որոշումներ կայացնենք, որոնց տակ մենք հիմնավորումներ չունենք, դրանք շատ երկարաժամկետ հետևանքներ կարող են ունենալ թե բանկային համակարգի, թե առհասարակ սպառողների համար։ Այսինքն, եւ այդ հայտարարությունները մենք ինքներս 5 շաբթի օրը տարածել ենք հայտարարություն, դրված են կոնկրետ բանկերի կայքերում եւս մեր հայտարարության մեջ եւս դրված են այդ հղումները, որտեղ որ ըստ էության պետք է գնան եւ համաձայնագիրեր կնքեն բանկերի հետ, որպեսզի այդ 3 տարի, երկու բանկի դեպքում 3 տարի, մի բանկի դեպքում 5 տարի, հա, այդ համաձայնագիրը կնքվի, այսինքն այդ ընթացքում որևէ բան չի լինում մարդու հետ, որևէ մեկը իրենց չի զանգում, որևէ մեկը որևէ բան վարկային պարտավորություն մարելու պահանջ չի ներկայացնում, հա, եւ այդ ընթացքում փաստացի պետք է իրավապահ մարմինը հասկանա, թե ով որտեղ ինչ սխալ է արել։ Դա մեկ։ Երկրորդ, եւ կարծում 3 կամ 5 տարին դա բավականաչափ ժամկետ է, որպեսզի կարողանան այդ դեպքերի հանգամանքները բարձեն։ Երկուս, կենտրոնական բանկը կոնկրետ բանկեր գնացել է եւ շատ խորացված ուսումնասիրություններ է կատարել, որպեսզի հասկանան արդյոք եղել է օրենքների պահանջների անհամապատասխանություն անվտանգության կանոնների, որի պատճառով եղել են այդպիսի кейսեր։ Մեր դիտարկմամբ նախնական օրենքների համապատասխանություններ չեն եղել, դեպքերի ճնշող մեծամասնության ժամանակ պարզապես անձնական տվյալները տրվել են։ Դա երկուս։ Երրորդ, անկախ ամեն ինչից, փաստ է, որ հիմա մենք իհարկե կարող ենք բանկային համակարգի մակրո տեսանկյունից, երբ որ այդ հարցը նայում ենք ինքը փոքր թիվ լինի, բայց ամեն մարդու համար մենք հասկանում ենք, որ սա շատ էական խնդիր կարող է լինել, եւ բացի այսինքն այդ սառեցումը, որ արվել է, մենք նաեւ հորդորել ենք եւ արդեն մեծամասնությամբ այդ պահանջները կատարվել են, որպեսզի օրենքի պահանջներից ավելի խիստ միջոցներ գործարկեն բանկերում, որպեսզի այդպիսի դեպքերի հավանականությունները փոքրանան։ Եվ այստեղ ես նաև ձեր ուզում համաձայնել այն իմաստով, որ զեղծարությունները հատկապես թվայնացման հետ զուգահեռ այդ ճնշումը գնալով մեծանալու է։ Դա աշխարհի տենդենսն է եւ մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի հատկապես նույնականացման եւ այդ հարցերում ավելի հնարավոր է եւ ավելի խիստ պահանջներ սահմանեն։ Եվ վերջի բանը, որը որ ուզում եմ ասել, որը որ ավելի ապագային միտված երկարաժամկետ լուծումների հարցն է, անկախ ամենից ով ինչ օրենք ուզում է գրի կամ ով ինչ կարգավորում ուզում է գրի, անկախ նրանից թե ով ինչքան տեղեկացնի, հաստատ համոզված եմ, որ զեղծարությունները լինելու են միշտ, հա, եւ դրա համար մենք հիմա մտածում ենք, թե ինչպես անենք, որպեսզի այդ հետևանքները կառավարենք, այսինքն մասնարարպես օրինակ մտածում ենք հիմա ինչ-որ ապահովագրության մեխանիզմ դնենք, ինչ-որ մի շեմի համար, այսինքն եթե մարդը դառնում է զեղծարության զոհ, մինչև ինչ-որ մի շեմը որևէ ապահովագրության մեխանիզմ գործի, որպեսզի այդ մարդը անկախ թե այդ պահին ինչ է եղել, հա, կոպիտ ասած իր հարցը ապահովագրության մեխանիզմով լուծվի, բայց դա մի քիչ ավելի խորը վերլուծության առարկա է, ընդհանրապես աշխարհում դա անվանում են զրո պատասխանատվության քաղաքականություն, հա, այսինքն որպեսզի գոնե ինչ-որ մի գումարի շեմի պարագայում այս հարցերը ավելի արագ եւ ինստիտուցիոնալ ձևով լուծվեն։ Հիմա դա երկարաժամկետ մի բան է, որը որ մենք խորհրդով եւս քննարկում ենք, բայց այդտեղ չեմ ուզում շտապեմ, որովհետեւ պետք է ճիշտ հասկանանք ոնց ենք այդ ամեն ինչը կառավարում, որովհետեւ երկու ծայրահեղություն է խնդրահարություն, այսինքն եթե շատ խստացնենք, փաստացի կստացվի, որ Հայաստանի Հանրապետությունում on-line ծառայություններից օգտվելը շատ կբարթանա, բայց միաժամանակ, եթե on-line ծառայությունները կան, ապա միանշանակ դրա ռիսկը շատ ավելի մեծ է, քան օրինակի համար, երբ որ մարդը գնում է հենց բանկ, էլի, այսինքն այդ էլի հավասարակշռության մասին կտորը կարևոր է, որը որ ունենանք։ Հիմնականը դրան է վերաբերում զեղծարությունների մասով։